Ես եկա այս կողմ ժողովուրդ ջան, որպեսզի ցույց տամ մայրաթոռի զանգերը անդադար զարկվում են եւ տեսնում եք, որ տարածքում ոստիկանական էլի մեծ ուժեր են կենտրոնացվում այս պահին էլ ես ուղղակի եկա այս կողմ, որպեսզի տաճարի զանգերը արձանագրեմ, բավականին մեծ բազմություն է հավաքվել այստեղ Մայրտաճարի զանգերը անդադար զարկվում են տագնապի խորհրդանիշ, որպես վտանգի խորհրդանիշ, այսպես երևի 15 թվականի ցեղասպանության ժամանակ են հայկական եկեղեցիներում զանգերը զարկել, երբ թուրքը մտել էր հայկական տարածքներ եւ մորթում եւ կոտորում էր հայ ժողովրդին։ Այս իրավիճակն է այս պահին։ Հեսա Բանա, ոստիկանության բաժանմունք բան ենք դարել այստեղ։ Տեսնես սրանց երեխեքը մկրտված են։ Մայրաթոռի զանգերը զարկվում են անդադար։ Վեհարանի տարածքը կրկին լեփլեցուն է եւ հոգեվորականներով եւ հավատավորներով դուք տեսնում եք այս պահին ես ուղղակի մի փոքր ավելի առաջ կամ որ մայրաթոռի զանգերը ձեզ ցույց տամ Վեհարանի մոտ շարունակվում են ոստիկանական մեծ ուժեր կուտակված մնալ եւ քիչ առաջ տեղեկություն եկավ, որ նույնիսկ ավելացնում են ոստիկանական ուժերը, բնականաբար իրենց օպերացիան չհաջողելու արդյունքում առավոտից բոլորս հետևում ենք, տեսնում ենք ինչ իրավիճակ է Միքայել arczepiskopos Աջապահյանի հետևից են եկել, այսպես ասած, իհարկե սա դեռ ծաղիկներն են, բնականաբար դրանից հետո հետևելու է այլ գործողություններ, ես ենթադրում եմ, սրանցից ամեն ինչ սպասելի է, խաչը վզներին, մկրտություն ստացած այսպես կոչված մի շարք ոստիկանների խմբեր այստեղ այնպես է հպարտ են կանգնած, իբր եկել են բան են, Բեն Լադենին են բռնում էլի, երկրի գլխավոր ահաբեկիչը նստած ամառանոցներում իրանք եկել են ստեղ մարդ են բռնում, մեծաքանակ ոստիկանական ուժեր են, ես հիմա ձեզ ցույց կտամ, Երևանից, Էրեբունի, Մասիսից տեսա, Վաղարշաբաթ, տարբեր, ամբողջ Հայաստանի ոստիկանական ուժերին Փաշինյան Նիկոլ է ստեղ կենտրոնացրել, Վաղարշաբաթն է, ես հեսա տեսնեմ մնացը։ Տարբեր մարզերից ներկա ոստիկաններ են այստեղ, մոբիլիզացրել է, Բայրանովա պաշտպանում, որ է սաղին բերել այստեղ։ Էրեբունի, Երևանն էլ այստեղ եկել են, այստեղ Էրեբունու ոստիկաններն են, Դուք որտեղից եք եկել։ Այս վաղարշաբաթն է։
Արմավիր բոլոր տեղերից հավաքել բերել են, բան են բռնում, ահաբեկի չեն բռնում, տեսնես չեն ամաչում սրանք, լսում եք, որ զանգերը չեն դադարում, ժողովուրդ ջան, անընդհատ, հավատավոր ժողովուրդը այստեղ է, սպասում է, հետևում է ընթացքին, նույնիսկ տարբեր ազգեր, տուրիստներ, որոնք այսօր հայտնվել են այս կիզակետում, ակամայից ապշած շշմած նայում են, նոր միջինացի ինձ ասում է, «Էս ինչ է կատարվում», ասում եմ, վարչապետը հոգևորականներին է բռնում, ասում եմ, ոնց կարա տենց բան լինի, ասի հենց տենց, խեղճ կինը ապշահար էր մնացել, կողքին ինչին արենով թարգմանում, ասում է, դու տենց բան տեսել ես, ասի, դե իմացեք, դուք եկել եք այստեղ որպես մեր պատմության բնորան եւ հենասյուն չինացիներ ջան, բայց եկեք տեսեք, սրանք այստեղ եկել հոգևորականների որս են իրականացնում, տարբեր կեղծ քրեական գործեր կազմելով նրանց վրա, սրիկաշան որդի։ Եկեղեցու զանգերը անդադար զնգում են, ես ուղղակի նորից ուզում եմ արձանագրեմ այս պահը։ Ժորժան քիչ անց էլի կմիանամ, մի հատ ուզում եմ անցնեմ այն կողմ, տեսնեմ Մայրաթորի այն մյուս տարածքում ինչ է կատարվում, ես այս Բեհարանի հարող տարածքում էի, մի հատ տեսնեմ այն կողմը ինչ է, ասում են ինչքան աղածեական կա, բոլորին լցրել են այստեղ նաև ծպտյալ աղածեականները, շորտիկ մայկով ման են գալի տարածքում, որ նախ հասկանում ես, էլի հստակ հասկանում ես, որ իրենք են, հա, հələ տեսեք ինչ է անում, էլի սա, տեսեք ինչ է անում, բայց չենք թողելու, ոչինչ, հիստերիկի բաները այս անգամ չի հաջողվելու, այդ հիստերիկ շեղված հոգեկանի, մեր զորությունը սա է, ժողովուրդ, այս է, այս ձեր հոգիներում, սրտերում, հետևում են գործողությունների ընթացքին, լրացուցիչ նորից կմտնեմ լայվ, ես էստեղ եմ ժողովուրդ ջան, լրատվամիջոցները իրենց տեղում են, բոլորը էստեղ են, ակտիվ, ամբողջ հոգևոր դասը էստեղ է, մնացածն էլ քիչ անց